2022 թվականից Ամռան-լրատվականին հասած տեղեկությունների համաձայն նախաքննական մարմինը իդեմս հակակոռուպցիոն կոմիտեի ամեն գնով ցանկանում է կալանքի տանել Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանին կանդազին։ Քիչ առաջ հայտնի էր դարձել, որ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանին կանդազին, որը Արցախյան պատերազմների մասնակից հայտնի հետախույզ հրամանատար է եղել։ Ըստ նախնական վարկածի նրան ձերբակալել են կաշառքի քրեական վարույթի շրջանակներում։ Մեծ իրավապահ համակարգից տեղեկություններ ասան, որ նախաքննական մարմնի ձեռքում արկա է ձայնագրություն, որ իբր Արթուր Ավանեսյանը զինվորականի խոստացել է, որ աշխատանքի հարցը կլուծի։ Նախաքննական մարմինը այս պահին լռում է, սակայն մեծ հասած լուրերի Արթուր Ավանեսյանին կանդազին կալանքի են ցանկանում տանել։ Օրենսդրության համաձայն ընտրակաշառք է համարվում ընտրողի կամ հանրաքվեի մասնակցին գումար, գույք, ծառայություն կամ այլ որևէ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը նրա քվեարկության վրա ազդելու նպատակով։ Սա կարող է արտահայտվել ինչպես ուղղակի վճարումների, այնպես էլ տարբեր թաքնված ձևերով՝ նվերների, ծառայությունների կամ արտոնությունների տրամադրմամբ։ Այս պահին դեռևս կանդազը գտնվում է հակակոռուպցիոն կոմիտեում, կհետևենք իրադարձությունների զարգացմանը։